Փառքես։ Ամեն։ Մեր Տերը ծափերի փառքերի արժանիա, փառք մեր Աստծուն։ Ողջույն սիրելի եկեղեցի, բարով եկեք Տիրոջ տուն։ Եվ նույնպես ողջունում ենք մեզ համացանցով դիտողներին, թող միշտ լինեք օրհնված, միշտ թող խոսքը ձեզ հասնի այստեղից։ Փառք մեր Աստծուն, ինձ համար մեծ օրհնություն է, մեծ պատիվ է, ծառայեմ Տիրոջ տան մեջ, ծառայեմ ձեզ Աստծո խոսքով։ Եղեք օրհնված, կարող եք նստել։ Աստված ձեզ շատ օրհնի, օրհնված եք ձեզանով, ձեր փառաբանությունով։ Փառք մեր Աստծուն։ Շնորհակալ ենք, որ հնարավորություն ունենք, հավաքվում ենք Տիրոջ տան մեջ։ Սա մեծ հաղթանակ է, ինչպես միշտ ես սիրում եմ ասել, որ թողել ենք շատ բաներ, շատ խնդիրներ, կարևորել ենք կարևորը, որ Տիրոջ տան մեջ լինենք, տանք մեր ժամանակը, թանկ ժամանակից մեր Աստծուն։ Պատգամս խոսքս այսպես եմ ես այսօր վերնագրել, աղոթքի պատասխան, որ շատ ժամանակ երբեմն մենք չենք սպասում, աղոթում ենք, խնդրում ենք Աստծուն, երբեմն հավատում ենք, երբեմն չենք հավատում, երբեմն հավատում ենք, չենք սպասում, բայց գիտես իմ կյանքից մեջ չգիտեմ ոնց Տերը միշտ հիշեցնում է, որ դու այսիշ բանը խնդրել ես։ Գիտես շատ կարևոր է, որ քո խնդրվածքին սպասես, լսես, ոչ թե մենակ դու խոսես եւ գնաս, այլ դու քո խոսածդ հասկանաս, թե ում ես ուղել։ Մենք երբեմն դռներ կա ծեծելով, դռներ կա բացելով, ինչ-որ բաներ կա խնդրում ենք, բայց չենք հասկանում, որ երբեմն մենք բացում ենք Տիրոջ դուռը եւ խնդրում ենք Աստծուց, որտեղ խոսքն ասում է, որ մեր Աստված աղոթք լսող Աստված է։ Եթե ես հասկանամ, թե բացվի ինձ, թե ում եմ խնդրում, ինչ եմ խնդրում, գիտես շատ ժամանակ մենք չենք հասկանում, շատ ժամանակ չենք էլ սպասում, շատ ժամանակ չենք էլ հավատում մեր աղոթքին։ Այս ծրարը, որ այստեղ կար, կարիքների այդ ծրարը, որ կար, մենք աղոթք արեցինք, դա արդեն իսկ մեծ գործ է, որ մենք գալիս ենք եւ մեր խնդիրը բերելով տալիս ենք Աստծուն։ Գիտես այսօր աշխարհի մեջ շատերս շատ խնդիրներ ունենք, այդպես մարդ չկա որ խնդիր չունենա։ Բայց դա մեծ գործ է, երբ որ մեր խնդիրը բերում ենք հասցնում ենք Աստծուն, արդեն իսկ դա հավատքի քայլ է։ Տարիներ առաջ էր, երբ որ ինձ զանգեցին, ասին ձեր քաղաքում Պուշկինոյում դեպք պատահ է եւ մեկին տարել հասցրել են հիվանդանոց, ինքը ավտովթարի ժամանակ գիտակցությունը կորսած կոմայի մեջ պարկած է եւ գնաց այնտեղ հասա եւ իր բարեկամները հավաքված են, մի բազմություն կա եւ ես այնտեղ ինչ պետք է անեմ, հնարավորություն չկա որ նույնիսկ ներս մտնես ու աղոթք անես, ասի գիտես ինչ կարանք անենք, մի թղթի վրա վերցրեք, գրեք, ես գնալու եմ եկեղեցի, այնտեղ մեծ զորք կա, բանակ կա, որ պետք է աղոթք անեն իր համար։ Երբ որ դու վերցնում ես այդ գրիչը գրում ես, դու հասկացի, որ արդեն դու մեծ քայլ ես անում։ Ու հասկացի, թե դու ում ես գրում։ Երբ որ կմտնես քո ծածուկ սենյակը եւ աղոթքը բարձրացնես, դա ամենամեծ կարևոր գործն է։ Երբ որ խնդիրներ կան, փոթորիկներ կան, մեզ թվում է, թե գիտես, ցավոք սրտի մարդիկ են, որ ասում են փրփուրներից են կախվել, իրանց համար դա, բայց մեզ համար խաչի փրկությունը կյանք է։ Ինչպես խոսքի մեջ գրված ասում, ոմանց համար հիմարություն, բայց մեր փրկվածներից համար խաչի փրկությունը է, փառք մեր Աստծուն։ Գիտես, կա երկու ծայրահեղություն։ Երբեմն մարդիկ կան, որ իրանք չեն խնդրում։ Դե Աստված գիտի իմ կարիքներս, բայց խոսքի մեջ գրված ասում է, ձեր խնդրվածքը հոգս մի արեք, թող հայտնի լինի Աստծուն։ Դա շատ կարևոր է, գիտես, դու քո բերանիցդ որ դուրս է գալիս, դու արդեն խնդրում ես Աստծուն։ Ուղղակի չես այդ խոսքերն ասում, դու խնդրում ես Աստծուց այդ խնդիրները ու թող մեր միտքը բացվի, որ մենք հասկանանք, թե ում ենք դիմում, դա շատ կարևոր է։ Եվ երկրորդ ծայրահեղությունը, որ
Խոսքի մեջ նույնպես ասում է, որ Մատթեոս 6:7-8 ես այս տեղերը չեմ կարդա, խոսքի մեջ ասում է, որ երբ որ դու աղոթք կանես, մտնես քո ծածուկ սենյակը, շատ շատախոս մի լինիր, ինչպես հեթանոսներն են անում, բառերով այսպես երկար բարակ կարող ես խոսել, բայց դու ինքդ չհավատաս այդ խոսքին։ Ես տարիներ առաջ էլի մեկին հիշում եմ, որ ինքը երբ որ աղոթք էր անում, այսպես թվում էր, թե սա երկինքը բացում է, այսպես մեծ եռանդով աղոթք անում, բայց գիտես իր կյանքը եւ ամեն ընթացքը չէր խոսում այդ ամեն ինչը, այդ խոսքերը բառերի շատությունով, ինչպես Աստվածաշունչն է խոսում, դա չէ որ պետքա առաջ գա։ Բայց ես այս երկու ծայրահեղության մասին չեմ այսօր խոսալու։ Ես խոսում եմ երրորդի մասին, որ սա խնդիր է։ Չենք սպասում, չենք հավատում, իսկ եթե հավատում ենք, չենք լսում Տիրոջ խոսքը, թե խոսքի մեջ ինչ պատասխան կա։ Ես ասեմ, որ իմ կյանքիս մեջ հրաշքները պետք է միշտ քայլեն իմ հետևից։ Գիտես, բաներ կա, որ եթե իմ ձեռքը չի հասնում, ես այստեղից խոսել եմ սրա մասին, մատը սպառզում եմ, երեխայի նման ասում եմ, ուզում եմ, ինձ դուր է գալիս։ Եվ գիտես, այդ երազները մեզ հետ պետք է, գիտես, չպիտի կորցնենք, չպիտի թողնենք, չպիտի թաղենք, չպիտի մահանան այդ երազները, երազանքները, այսպես ասեմ։ Գիտես, այդ երազանքները, երբ որ քո ուժը չի պատում, ինչ որ կարող ես վաստակել, արա, դիր, ամեն ինչ լավ է, բայց որ բանը, որ քո խելքից դուրս է, ունենք երկնային հայր, որ պիտի կանչենք, ասենք, իմ հայր, ինձ դուր է գալիս, ես ուզում եմ, ես շատ եմ ուզում, դուք զգացել եք, չէ՞ որ մի բան քո երեխան շատ է որ ուզում, թեկուզ դա թանկ է, ինչ ես անում, կտրում ես քեզանից, ինչպես Աստվածաշունչը խոսում ասում, որ եթե դուք որ չարեք, որ կամենում եք ձեր երեխաներին ինչ-որ տակ, բա որ մեր երկնային հայրը, որ բարի է, միթե նրա համար խնդիր այդ ամեն ինչը տալը։ Այնպես որ այդ հրաշքները որ կան, թող մեր կյանքերի մեջ քայլեն, եթե իմ կյանքիս մեջ հրաշքները կանգ են առնում եւ չկան իմ աչու ձախում, ես խառնվում եմ, պետք է հասկանամ, թե ինչ որ մի բան իր տեղում չէ։ Հրաշքները հոգեվորներիս, մեզ հավատացյալներիս հետ պետք է քայլեն։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Առաջի թագավորաց առաջի գլխի 12-րդ խոսքում մի այսպես մի պատմություն կա։ Մենք շատերս կարդացել ենք, գիտենք, երբ որ Աննան ուներ խնդիր, նրա հետ կար անպտղություն, ասում է եւ իր ամուսինը շատ էր իրեն սիրում, եւ գիտես ամենի շատ նվերները իրեն էր անում, այնտեղ գիտեք որ կար բազմակնություն, բայց նրա հետ խնդիր կար, որ իր միշտ ցավ էր պատճառում, եկեք այդ տեղը ես կարդամ։ Եվ գիտես այդ խնդիրը ունենալով նա քայլեց դեպի Տիրոջ տուն եւ աղոթքի մեջ այդ խնդրի պատասխանը ստացավ։ Առաջի թագավորաց առաջի գլուխ 12-րդ խոսք։ Եվ երբ որ նա իր աղոթքը Տիրոջ առաջին շատացրեց, հեղին նայում էր նրա բերանին եւ Աննան իր սրտիսը խոսում էր։ Միայն նրա շրթունքները շարժվում էին, բայց նրա ձայնը չէր լսվում։ Նրա համար հեղին նրան հարբած կարծեց։ Եվ հեղին նրան ասաց. «Մինչև եւ պիտի արբեցողություն անես։ Գինովությունը թող»։ Եվ Աննան պատասխանեց եւ ասեց. «Ոչ, Տեր ես, վշտացած սրտով մի կին եմ եւ գինի կամ ցկի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին, քո աղախինին չար մի կարծիր, որովհետև իմ վիշտն ու նեղությունների շատության համար մինչև հիմա խոսեցի։ Եվ այն ժամանակ հեղին պատասխանեց եւ ասեց. «Գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը քո խնդրվածքը ինչպես որ նրանից խնդրեցիր»։ Կներեք եւ Իսրայելի Աստվածը քո խնդրվածքը տա, ինչ որ նրանից ուզեցիր։ Գիտես, այստեղ խոսքը շատ պարզ խոսում է։ Աննան եկել էր, ասում նրա նա ասում լաց լինելով, աղերսանքով կանգնած էր եւ խնդրում էր իրան ինչ որ պետք է։ Եվ այստեղ քահանան խոսում ասում է Իսրայելի Աստվածը թող քո խնդրվածքը թող քեզ տա։ Եվ նա ասեց քո աղախինը քո առաջի շնորհք գտնե եւ կինը
գնաց իր ճանապարհովը եւ կերավ եւ երեսը լվաց եւ տրտում չէր։ Գիտեք սա ինչ է խոսում, ես այսպես եմ հասկանում։ Նա առավ իր խոսքի պատասխանը։ Խոսումը ասում է, որ եւ կինը կերավ, զգացել ես, որ քո լացիդ հետ որ քեզ բան են տալիս, դու ոչ մի բան չես ուզում ուտես։ Համ լացես, համ ուտես, դες մարդ տեսել ես, չէ։ Գիտես խոսքի մեջ ասում է, որ նա կերա, նա երեսը լվաց եւ ասում է իր երեսը տրտում չէր։ Այսինքն իր մեջ բան փոխվավ։ Գիտեք, այսօր մարդիկ կան, որ եւ մենք գիտենք, որ նրանից ծնվեց, չէ։ Սամուել Մարգարե։ Գիտեք, այսօր շատ մարդիկ աղոթք են անում։ Ուղղակի այսպես խոսք ասում են եւ գնում են։ Ուղղակի այսպես մի հատ գալշկայի համար կաղոթեմ եւ կգնամ գործի։ Գիտես, այսօր շատ մեծ խնդիր է, երբ որ այդ մի բառ կա, որ ես այստեղ թարգմանությունների մեջ նայեցի, ավտոմատիչսկի։ Երբ որ նայում ես, այնտեղ որ ուզենաս հայերեն տարբերակ գտնես, այնտեղ գրված է ավտոմատ կերպով։ Այսինքն ես այդ բառը որ ասում եմ, դա ռուսերեն չէ, ավտոմատ կերպով։ Այդ մեր աղոթքը պետք է չլինի ավտոմատ կերպով։ Գիտես, երբ որ մարդ կա, որ գնում ես իրան քաջալերես, մի քանի օրինակ կա, որ կուզեմ բերեմ եւ ինձ թվում է, որ պետք է կարողանամ հասկացնեմ, թե ինձ ինչա բացվել։ Ասում են չվախենաս, ոչ մի բան չկա։ Բայց դու գիտես, որ այնտեղ չվախենալու բան չկա, իրոք վախենալու է։ Իրոք խնդիր է։ Բայց երբ որ Աստծուց ես լսում, որ չվախենաս, գնա ես քո հետ եմ, դա մի հատ ուրիշ լրի բան է։ Եվ նույնպես մխիթարություն կա, որ ասում են գնանք, ես ինչի մխիթարենք հետ կան։ Գիտես, մարդիկ կան, որ չեն հասկանում, եւ որ մխիթարության խոսքը ասում են Աստված քեզ մխիթարի։ Ուղղակի խոսք են սարքել, դրա խորությունը, մեծությունը չեն հասկանում։ Ես ինքս հասկանում եմ, որ եթե ես սա կորցրել եմ, ինչ որ ես երբ կարամ մխիթարվեմ, երբ որ ես գտնեմ։ Համաձայն եք ինձ հետ։ Ամբողջական մխիթարությունը վերականգնում է, եթե դու այդ տվյալ իրը գտնում ես կորցրած։ Եվ մենք չենք հասկանում, ավելի ճիշտ մենք հասկանում ենք, որ երբ որ Աստված մեզ մխիթարում է, դա մեկ ուրիշ բան է։ Ես երբ որ մխիթարվել եմ ինչ-որ խնդիրների մեջ, ինչ-որ թեկուզ հարազատի կորուստի մեջ, երբ որ Աստված ինձ մխիթարել է, ես գտել եմ Տիրոջ մխիթարությունը։ Երբ որ Աստված ինձ մխիթարել է, դա ես արդեն, գիտես, դա արդեն ոչ թե ինչ-որ հարևանն է եկել ինչ-որ խմորեղենով գաթաթխած քեզ մխիթարելու, դա մեկ ուրիշ բան է, ես արդեն գտած եմ։ Այսինքն Տիրոջ պատասխանը եւ մխիթարությունը եւ Տիրոջ խոսքը մենք պետք է սպասենք մեր աղոթքի մեջ։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մի փոքր բանկայ կուզեմ ասեմ, երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, Թեսաղոնիկեցիներից 4-րդ գլխի մեջ, երբ որ ասում է, որ մեկը մյուսից մխիթարեք այսինչ խոսքերով, որ ասում է չեմ ուզում, որ անմիտ լինեք, ինչպես հեթանոսներն են, որ ասում է մահացածների հանդեպ անմիտ լինեք, այսինքն դա մեզ համար պետք է բացված լինի։ Փառք մեր Աստծուն։ Գիտես, ժամանակներ կան, որ մենք ուզում ենք մեր աղոթքի պատասխանը հենց հիմա։ Միանգամից, հենց որ մի հատ կոճակ կա սեղմես, կնոպկա է, կոճակա, չէ՞, հիմա այդ կոճակն էլ չկա, կնոպկան էլ չկա, արդեն սենսոր է։ Այդ սենսորը չգիտեմ ոնց է հայերեն։ Գիտես, ժամանակներ կա, որ այսպես մուլտֆիլմեր կային, այնտեղ կար էս Ալիսան, մեր մեծերը քիշեն, եւ իր հրաշքները, չէ՞, այդպես մուլտֆիլմ կար։ Այսօր այդ Ալիսան նորից էլի գլուխ է բարձրացրել, չէ՞, այդ ինտելեկտը որ կա։ Ու այնտեղ խոսում ես ինքը քեզ բացատրում է։ Հերիք մի հատ հարստաս ինքը քեզ այդ երկար կխոսա։ Ու գիտես, մեզ թվում է թե այդ միանգամից այդ խնդիրները պետք է աղոթք կանես ու այդ աղոթքիդ մեջ միանգամից այդ հարցիդ պատասխանը դու ստանաս։
Կամ էլ հակառակը, աղոթք ես անում ու թողիր գնացին, ուր ես թողում, աղոթք ես արել, երկխոսությունը մեզ համար շատ կարևոր է, Աստված ուզում է, որ մենք միշտ իր հետ երկխոսության մեջ լինենք։ Այդ բաներ կան, չէ՞ որ սենյակ ես մտնում ես այդ քո եւ ինչ ես անում, առաջինը լույս ես միացնում։ Եթե ասեմ անջատից չեք հասկանա, այդ վիկլուչացիա որ կա, միանգամից ձեռքդ խփում ես եւ ինքը միանում է։ Մենք աղոթքի մեջ երբեմն ուզում ենք, որ միանգամից ձեռքդ խփես եւ միանա այդ ամեն ինչը։ Գիտես, երբեմն ես շատ եմ սիրում այդ խոսքը մեր Աննա քույրը, Աննա Մեխակյանը ասում է ոչն էլ նույնպես պատասխան է։ Չէ՞ մենք ուզում ենք մեր ուզած ձևի միանգամից պատասխանը գա։ Ոչ, այդ աղոթքի մեջ սպասի կարող է քեզ պետք չի։ Կարող է քեզ հիմա պետք չէ դա ամեն ինչը։ Ու պետք է մենք միշտ հասկանանք, որ պետք է սպասենք մեր աղոթքի պատասխանին։ Էլ եմ խոսում այդ մեր աղոթքը չպիտի լինի այդպես ավտոմատ կերպով։ Ոչ, աղոթք ես արել, սպասի քո խոսքին։ Այստեղ մի պատմություն կա Հովնաթանի եւ Սավուղի, որ ես չեմ կարտալու։ Եվ այնտեղ խոսում ասում է, որ Հովնաթանը անցավ պատերազմ մյուս կողմը, թշնամու մյուս կողմը անցավ։ Ասում է եւ Տիրոջ ողորմությունով ասում է այդ գնդի մեջ ասում է բերեց մի խառնաշփոթ եւ ասում է ամենը իր սուրը դարձրեց իր ընկերոջը եւ այդտեղ մի հատ մեծ աղմուտ բարձրացավ եւ ասում է ամբողջ թշնամու գունդը փախավ այդտեղից։ Եվ ասում է նրանք հрьяաները հալածեցին եւ ասում է իրանք մոտ մեծ հաղթություն եղավ, բայց Սավուղ թագավորը մի հատ այսպես հրաման տվեց. մինչև երեկո մեր վրեժն առնելու ենք եւ պետքա մինչև վերջ պատերազմ անենք եւ ոչ մեկ թող հաց չուտի։ Եվ ով որ հաց ուտի պետքա նա սրով մեռնի։ Ամբողջ այդ պատմությանը, որ նայում ես, մի մեծ գործ արել Հովնաթանը եւ հետ գալով ասում նա վերցրեց եւ սուրը դրեց մեղրի մեջ եւ կերավ։ Պատկերացնում ես եւ գալիս է վայրի մեղրը տեսնելով, բայց չի հասկանում որ հայրը մի հրամանա տվե։ Եվ այստեղ Սավուղը խոսում ասում է որ ով էլ որ լինի, որտես լինի, նա պետքա մեռնի։ Շատ ժամանակ գիտես այդ ավտոմատ կերպով այդ խոսքերը որ կա դա մեր փորձն է հին կյանքից։ Գիտես մենք արդեն սովոր ենք, չենք հարցնում Տիրոջ կամքը, չենք ուզում լսենք։ Ես դա շատ կարևոր է, որ այսօր մենք ուղղորդվենք, լսենք Տիրոջ ձայնը։ Իմիներս կլսեն իմ ձայնս։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ աղոթքի մեջ պիտի լսենք Տիրոջ ձայնը։ Աղոթքի մեջ պետք է հակադարձ այդ խոսքը պետք է լինի, ոչ թե դու քո ասելունդ ասում ու գնում ես։ Գիտես մի հատ օրինակ կա, որ մի քիչ կոպիտ օրինակներ կբերեմ, իսկ կներեք։ Երբ որ դու հեռախոսը վերցնում ես, ասում ես, ինչ ես առաջի բառը, վերցնում ես ու միանգամից ասում ես, քո ասելիքը չէ, ինչ առաջի բառը, ինչ ենք խոսում, ասում եք ալո, չէ՞։ Կներեք ես իմ կոպիտ օրինակների համար։ Եվ այնտեղից դա հակառակ կողմից այնտեղ նորից ինքը դուրս ինչ պետք է ասի, ալո, ալո, չէ՞։ Ինչի համար է դա։ Որ համոզված լինես, որ քո հետ խոսացողը խոսում է քեզ հետ։ Նա լսել է քեզ։ Այսօր գիտես շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեզ հետ խոսացողը, մենք որ աղոթք ենք բարձրացրել, ում ենք բարձրացրել եւ Աստված լսում է մեզ, ոչ թե աղոթքի մեջ լսելով, մտնելու դուրս գալը մեկ լինի, չէ, այդպես պետքա չլինի։ Առաջի թագավորաց 13-ի 13 եկեք տեսնենք, մի պատմություն կա։ Այստեղ խոսում է, երբ որ Սավուղը խնդրի մեջ էր, Սավուղ թագավոր եւ ամբողջ Իսրայելը խնդրի մեջ էին եւ ասում է որ սпасելով Սամուելին մի փոքր նա ուշացավ եւ վերցրեց զոհը եւ վերցրեց այդ ամբողջ այդ զոհի հետ կապված ինչ որ կար եւ ասում է բերեք զոհ եւ ինքը զոհ մատուցեց եւ ինչ որ պետք էր միանգամից ինքը այդ հարցը լուծեց եւ չսպասեց մարգարեին։ Գիտես շատ նման է այս խոսքը, եկեք այս տեղը կարդամ եւ ասում է Իսրայելը խնդրի մեջ էր եւ ասում է ամենը փախնում էին, թփերի մեջ, ժայռերի մեջ, փոսերի մեջ, ամեն մեկ փախնում էին, բայց ասում է Սավուղը գագաղայի մեջ էր եւ բոլոր ժողովուրդը հետևում էին նրան։ Ամբողջ ժողովուրդը հետևում էին նրան եւ ասում է Սամուելը որոշ ժամանակ չեկավ եւ 7 օր հետո
որ սպասում էին, բայց Սամուելը գագաղայում չէր եւ ժողովուրդը նրա մոտից ցրվում էին եւ Սավուղը ասեց. «Ողջակեսը խաղաղության զոհը ինձ մոտ բերեք» եւ ինքը մատուցեց ողջակեսը։ Եվ երբ որ նա ողջակեսը մատուցեց, վերջացրեց։ Այն ժամանակ Սամուելը եկավ եւ Սավուղին դուրս եկավ նրան դիմավորելու, որ նրան բարևեց եւ Սամուելին ասեց. «Ինչ արեցիր»։ Եվ այստեղ երկար բարակ խոսում է, թե ինչ արեցի, ժողովուրդը դե ցրվում էին, ինձ պետք էր, սա շատ նման է շատ մեր աղոթներին։ Երբեմն ես գիտեմ, որ պետք է աղոթեմ եւ քնեմ, աղոթք եմ անում։ Ես առավոտ արթնացել եմ, աղոթք եմ անում։ Դա շատ լավ է։ Գիտես, երբեմն գրքեր կան, որ աղոթքի գրքեր են, կրոնական այսպես գրքեր կան, որ այնտեղ գրված է տնից դուրս գալու համար, գործի գնալու ժամանակ։ Լավ է, շատ ընտիր է, գիտես, այնտեղ շատ մանր մունուր բաներ կան, ասենք, ինչ-որ գործարքների համար, չգիտես ինչի համար, բժիշկի գնալուց հետո ես երկար, բայց այդ աղոթները պետք է մեր կյանքի մեջ այսպես բարեր չլինի։ Չես երեխաներին, որ մի հատ բան է սովորեցնում, ինչ-որ անգիրարած բարեր կա, պետք է այդ խոսասու վերջ, ոչ, այդպես մեր մոտ պետք է չլինի։ Եվ այստեղ խոսքն ասում է, որ երբ որ ինքը իրեն արդարացրեց, կարա երկար, բարակ արդարացնի, եւ Սամուելի պատասխանը սա էր. «Դու հիմարություն արեցիր եւ չպահեցիր Տիրոջ պատվիրանքը եւ ասում է քո վրայից թագավորությունը կգնա եւ ինչպես խոսքի մեջ ասում է, որ Տերը իրեն սրտին հարմար մեկին կգտնի եւ Տերն իր համար իր սրտին համեմատ մի մարդ կգտնի, որ մենք գիտենք, որ սա Դավիթի մասին է խոսում, ու գիտես, այսօր Աստված ուզում է, որ իր սրտին քո սիրտդ իրեն հարմար եղնի, որ իրոք դու փափագես Տիրոջը, որ իրոք դու ուզես իր այդ խոսաս, որ իրոք մենք չլինենք կրոնավոր, որ ուղղակի մեր այսպես գանք Աստծուն բառեր չասենք ու գնանք, որ մենք իրոք Տիրոջը գանք եւ խոսենք Տիրոջը։ Գիտես, շատ ժամանակ կան այսպես բարեկամներ մեր մոտ, որ տարիքով կինա իրար հետ խոսելով շատերի հետ են կապ պահում, տարիքովների ու իդ կնոջ երբ որ ես գնում եմ Հայաստան անպայման իրանց մոտով եմ գնում, իրանց տեսնում ենք եւ խոսելով ասում եմ ինձ շատ բան պետք չի, ես ամեն ինչ ունեմ, ուղղակի ինձ հետ կապ պահեք, ես շատ եմ ուրախանում, որ ինձ զանգում եք եւ իրան ասենք զանգելով խոսում ես եւ զգում ես, որ այսպես իր խոսածվածքը ոնց որ ինքը ամեն անգամ նման է առաջի խոսածվածին։ Բարև, մենք լավ ենք, տղաներս լավ են, մենք լավ ենք, մենք առողջ ենք ու դու չես հասկանում, ինքը լավ է թե լավ չի։ Ոսպես գիտես, ոնց որ նման լինի, թե սա ինչ պետք է ասվի, հեռախոսը վայր դնի։ Ու գիտես, այդ բառերը արդեն ես անգիրարած գիտեմ, թե նա ինքը ինչ պետք է ասի։ Այսինքն այդ հաղորդակցությունը, կենթանի հաղորդակցությունը արդեն չկա։ Ու նույնպես գիտես, շատ ժամանակ, երբ որ մարդիկ կան, որ իրանց այդ հարց ու պատասխան անելով զգացել եմ, որ մեկ այդ խոսելով ինչ խոսում ես, ասում է «խարաշո», «խարաշո», ինչ ասում ես, ասում է «խարաշո», բայց դու զգում ես, որ ինքը ավտոմատ կերպով ասում է «խարաշո», դու հոգնում ես այդ «խարաշոից» եւ զգում ես, որտեղ «խարաշոը նичего нету։ Նույնպես ասենք մարդիկ կան, որ ասենք խոսում ես, ինքը ասում է ահան, չէ, ասենք մեր երեխաները ահան, բայց զգում ես, որ ինքը իր ուշք ու միտքը ուրիշ տեղ է, կամ ասենք խոսում ես, ասենք մարդիկ կան, ասում են օքեյ, բայց զգում ես, որ չէ, այդ ամեն ինչ ազդում է մեր վրա։ Երբեմն մեր աղոթքներն են դառնում այդպես օքեյ։ Գալեշկի համար օքեյ ենք անում ու ասում ենք, չգիտեմ, կարող մենակ ասենք, չգիտեմ, թող երբեմն ես ինձ բռնացնում եմ, ես չեմ ասում դուք, ես ինքս երբեմն բռնացնում եմ, որ ես աղոթք եմ անում, ուղղակի աղոթքարեցի գնացի, այն գերուժ, լահետարի, աղոթք ես բարձրացրե, ում ես բարձրացրե, հələ մի հատ հարց ես տվե, պատասխանին սպասի, չէ, ես պետք է իմ ուշքս վրես եղնի, որ ես աղոթք արելուց հասկանամ ում հետ եմ խոսում, փառք մեր Աստծուն։ Շատ ժամանակ մարդիկ կան, որ ինչ-որ բան ես պատվիրել, ասում ես, մենք բան ունենք պայմանավորված, ասում ես չեմ հիշում։ Ոնց չես հիշում, ես քեզ հետ խոսելով, ես քեզ ասեցի, հա չեմ հիշում, ավելի քո համար, որ դու չես հիշում։ Իրոք այդպես բաներ կա, որ խոսքի մեջ մի հատ լավ խոսք ունենք, չէ, ասողին լսողա պետք, իրոք պետք է լսենք Տիրոջ ձայնը, փառք մեր Տիրոջը։
Շատ ժամանակ գիտես, երբ որ զգում ես, որ քո երեխաների հետ դու խոսում ես եւ ինքը իր ուշքը տեղը չի, շատ ժամանակ ինչ ես անում։ Նայում ես աշկերի մեջ, ունքերով, այսպես խոսում ես, իրոք, ասենք, ժեստերով, չէ՞, ժեստը գիտեք որն է։ Ժեստերով խոսում ես, որ ինքը հասկանա։ Շատ ժամանակ ձեռքն ես բարձրացնում, շատ ժամանակ ձայնդ ես բարձրացնում։ Ինչի համար, որ իր ուշադրությունը գրավես։ Շատ ժամանակ այդ զգացել տեսել է, տեսած կլինեք, այդ փարոսներ կան, չէ՞, նավերի համար, որ չկորչեն։ Այդ փարոսը եւ այդ ոմանք կարող է իմանալ մայակներ կան նավերի համար, որ այդ հերվից լույս է տալիս։ Գիտես, այդ մայակը այսօր մայակից ավելի մեծ փարոսից մեջ ունենք Սուրբ Հոգին, որ մեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոս ասավ՝ «Կուղարկեմ ձեզ Սուրբ Հոգին»։ Երբեմն չենք լսում Տիրոջ ձայնը։ Գիտես, դա շատ ցավ է։ Եթե իմ կյանքից մեջ գալիս է ժամանակ, ես որ վազքի մեջ եմ, ես վազում եմ եւ Սուրբ Հոգու ձայնը ես չեմ լսում, այլ ոչ թե հոգեվոր եմ, արդեն ոգեվոր եմ։ Կան հոգեվորներ, կան ոգեվորներ։ Ոգեվորում եմ ծառայության ժամանակ, տուն եմ գնում, մոռանում եմ, որ ես հոգեվոր եմ։ Արդեն ոգեվորվածությունը անցավ եւ հոգեվոր ոչ մի բան չկա։ Մեր Տերը զորավոր է, փառք մեր Աստծուն, թող այդ ոգեվորվածությունը չլինի եւ Տիրոջ ձայնը միշտ լսենք։ Հարաբերությունը, Տիրոջ հետ միշտ պետք է հարաբերություն ունենանք եւ առողջ հարաբերություն, որ լսենք Տիրոջ ձայնը։ Երբեմն լսած կյանք, չէ, հիշեք, չէ, որ գիրքը կարդում, Աստվածաշունչը, երբ որ կարդում ենք, այնտեղ խոսում է, ասում է, որ ճշմարիտ եմ ասում։ Չէ, մի անգամ գրվեր, որ բարձ կյաներ, մեզ էլի չէ։ Երբ որ Տերը բան ունի ասելու, ճշմարիտ երկու անգամ։ Երբ որ Տիրոջից ենք լսում, մենք գիտենք, որ Տերը մեկ անգամ ասեց, բայց մեզ մի քանի անգամ լսելի է։ Դու մի ուրիշ բան ես ուզում, բայց Սուրբ Հոգին մի անգամ ասե, դու քեզ չես կարող խաբես։ Դա մեզ համար մեծ օրհնություն եւ շնորհություն է, երբ որ Տերը մեզ խոսում է եւ հանդիմանում է, ասում է կգամ կսովորեցնեմ եւ քեզ ժամանակ կա կհանդիմանեմ, այսօր մեզ համար մեծ օրհնություն է, երբ որ Սուրբ Հոգին մեր ներսը խոսում է։ Փառք մեր Աստծուն։ Խոսքի մեջ ասում է, որ ով լսելու ականջ ունի։ Հիմա կասես, այստեղ բոլորս նստած ենք, ականջել ունենք, լսում ենք, այսօր խնդիր կա։ Այսօր, ինչպես խոսքն է ասում է, լսելով չեն լսի, տեսնելով չեն տեսնի, այսօր մենք եկեք հիշենք, որ մեր սիրելի հովիվը հռչակել է լավ տեսնելու տարի։ Այսօր պետք է մենք տեսնենք, եթե չենք տեսնում, եթե չենք լսում, դա մեզ համար խնդիր է, մենք պետք է տեսնենք եւ լսենք։ Մենք չպիտի ունենանք այդ խնդիրը։ Գիտես, ես բռնացրել եմ ինձ, որ երբեմն լինում է, որ գործի մեջ, վազքի մեջ մի տեղ եմ գնում, որ իմ գործի տեղը շատ հեռու է եւ քաշում է 2 ժամ։ 2 ժամվա ընթացքում հասնում եմ այնտեղ եւ երբեմն ես այդ երկար ժամանակ մնալով ես այդ տարբեր ձայներ իմ մոտ արդեն չկան, այդ մարդկանց հետ հանդիպումները չգիտես ինչ է։ Եվ ես պատմելով մեկին ասում եմ լավ է, որ այս ճանապարհը գնում եմ, ես լինում եմ ինքս ինձ հետ։ Այսպես նայում եմ երեսից, ասում եմ ոնց թե դու քո հետ ես լինում։ Գիտես շատ ժամանակ մենք հարցեր ենք լուծում։ Մենք մեր տների մեջ ինչ-որ խնդիրներ ենք լուծում։ Ես ես վերջում որոշել եմ իմ կնոջս հետ երեկոյան ժամերին իր այդ դուրս կա մի 300-400 մետր մեզ տան մոտ մի հատ գետ կա, իջնում ենք այնտեղ, հետ ենք գալիս քայլելով։ Գիտես մենք միշտ հարցեր ենք լուծում։ Մենք չունենք այդ ժամանակը։ Իրար հետ զբոսնելու, իրար հետ քայլելու, իրար հետ խոսելու, մենք մենակ հարցեր ենք լուծում տան մեջ։ Դա նորմալ չէ եւ երբեմն մեր աղոթքը նույնպես դառնում է այդպես, մենք մենակ ուզում ենք։ Մենք չենք փնտրում Տիրոջ երեսը։ Մենք չենք կանչում Տիրոջը, մենք չենք սպասում, գիտես իրան, որ ինքը գա իր խոսքով Աստված ճանաչողությունը թող մեր կյանքի մեջ թող մենք գիտես դա պիտի ամեն առաջ եղնի։ Որ ճանաչենք մեր Աստծուն։ Եվ ես այդ 2 ժամը որ գնում եմ, գալիս եմ, եւ ես այդ ժամանակ բոլոր ձայները լռում են եւ ես խոսում եմ Աստծու հետ։ Գիտեք, երբեմն այդ
աղոթքի մեջ այդ խոսքերի շատությունը ինչպես գրված էր, ես այդտեղ խոսեցի, այդ աղոթքի խոսքերի շատությունը չի։ Երբեմն մենք որ հարց ենք տալիս, պետք է լսենք Տիրոջ ձայնը, թե հակառակ մեզ ինչ է գալի այդ խոսքը։ Այսօր պետք է մեր այդ աղոթքը պետք է լինի կյանքով լսված։ Ուրախությունով պիտի աղոթքի կանգնես։ Ես որ նոր դարձի եմ եկել, ես այն ժամանակ կես ժամ, 1 ժամ, 2 ժամ, նույնիսկ եղել է 4 ժամ։ Հիմա կասես ոնց։ Այսօր գիտես գնալով այդ աղոթքի երկարությունը կարճանում։ Ասում եմ հիշիր քո առաջին սերը, չէ՞։ Ինչ ա եղել իմ հետ։ Ինչա աղոթները կարճացած։ Գիտես, աղոթք որ անում ես, դու պիտի հասկանաս, որ երկինքը բացվել է, դու Տիրոջ հետ կապված ես։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Ես կկարդամ իմ վերջին տեղս, եւ Եսայի մարգարեության մեջ խոսքն ասում է. այս ժողովուրդը ինչ շրթունքներով է պաշտում։ Ես կոչ կանեմ, որ մենք ոչ թե մեր Տիրոջը շրթունքներով պաշտենք եւ հոգով եւ սրտով, մեր մտքով եւ մեր զորությունով, ինչպես խոսքի մեջ է գրված։ Փառք մեր Աստծուն։ Եկեք կանգնենք ոտքի, մի աղոթք վերցնենք։ Տեր, շնորհակալ եմ քեզանից, դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Տեր, թող մեր հաղորդակցությունը փոխվի քո հետ, Տեր։ Թող մենք հաղորդակցվենք քեզ հետ, լսենք քո ձայնը, ինչպես քո խոսքիդ մեջ գրված է, որ իմիններս կլսեն իմ ձայնս։ Թող փոխվի մեր աղոթքը, Տեր։ Թող լսենք քո ձայնը, Տեր։ Թող մեր աղոթքը փոխվի եւ գանք դեպի քեզ, որտեղ մեր միակ ճանապարհը դու ես, որ քեզ հետ եւ առանց քեզ ոչ մի բան չի ստացվի մեր մոտ։ Կուզենք քո ձայնը լսենք, կուզենք քեզ հետ ապրենք, կուզենք մեր ճանապարհը անցնելու քեզ հետ լինի եւ լսենք միշտ քո ձայնը։ Փառք քեզ, ամեն։ Կուզեմ մի հարց տամ, կան մարդիկ, որ այսօր մեզ հետ առաջի անգամ են, մեր եկեղեցում առաջի անգամ են եւ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ չեն ընդունել, եթե կան այդպես մարդիկ, ձեռք բարձրացրեք, խնդրեմ։ Ես կխնդրեմ, եթե ձեռք ես բարձրացրել, իջնես ներքև, այդ մի կարճ աղոթք կա, դա հաշտություն է Քրիստոսի հետ, կխնդրեմ, որ իջնես ներքև այդ աղոթքն անենք։ Փառք Աստծուն ձեր համար։ Բոլորս էլ եկել ենք, Աստված ձեզ շատ օգնի։ Եկել ենք այստեղ եւ այդ աղոթքն արել ենք։ Եկեք առաջ, եկեք այդ աղոթքն անեք, դա հաշտություն է Տիրոջ հետ։ Աստված ձեզ շատ օգնի։ Ամեն։ Աստված ձեզ շատ օգնի։ Աստված ձեզ շատ օգնի։ Գիտեք, սա մի կարևոր աղոթք է, որ Քրիստոսին ասես, եղիր իմ Տերս ու իմ Փրկիչս։ Փակիր քո աչքերը, աչ ու ձախ մի նայ, բոլորս էլ եկել այդ աղոթքն արել ենք, եւ այս բառերը իմ հետ կրկնի։ Սիրելի Հայր, գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ներիր ինձ, մաքրիր ինձ եւ մկրտի քո Սուրբ Հոգով։ Ես հավատում եմ, որ դու եկար աշխարհ, խաչվեցիր, չարչարվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ընդունում եմ քեզ, իմ Տերն ու Փրկիչը։ Եղիր իմ Տերն ու Փրկիչը։ Փառք քեզ, ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն ձեր համար, ձեր որոշման համար։ Սա այսօրը հիշեք, սա շատ կարևոր օր է։ Մենք ընդունել ենք Քրիստոսին մեր Տերն ու Փրկիչը։ Եվ մի կարևոր աղոթք կա։ Կուզենք, որ ձեր կյանքերի մեջ կանչենք Քրիստոսի մեր Տիրոջ մեծ խաղաղությունը, օրհնությունը։ Սիրելի եկեղեցի, պարզից ձեռքդ քո սրտից
օրհնակի խոսքեր ուղի։ Տեր, շնորհակալ ենք քեզանից։ Գոհանում ենք, որ իրենց կյանքերի մեջ բերեցիր այսօրը Տեր, որ որոշեն, որ դառնաս իրենց Տերն ու Փրկիչը։ Քո փառքիդ համար թող գա իրաց կյանքերի մեջ օրհնություն, խաղաղություն, լույս Տեր, թող զորանան, թող վազեն եւ չոքնեն քո փառքիդ համար, թող քո ճշմարտությունը բացվի, թող Աստվածաշունչը դառնա իրանց համար կյանք Տեր։ Եվ հրճակում ենք ձեր կյանքերի մեջ օրհնություններ եւ քանդում ենք սատանայի բերած ամեն մի սխալ խոսք, ամեն մի հրճակում, ամեն մի չար խոսք թող քանդված լինի եւ ամեն մի թուղթուգիր քանդում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք ենք քեզ տալիս, դու ես մեր Տերը, փառք քեզ, ամեն։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մեր քրոջ եւ եղբոր ձեռքերի մեջ կա Աստվածաշունչ, սա ձեզ համար է։ Այս խոսքը կտակ է, որ այդ կտակով պիտի ժառանգենք երկնքի արքայությունը։ Անպայման որ ձեզ կնվիրեն այս վերցրեք եւ կարդացեք։ Ես կխնդրեմ որ քայլեք իրանց հետևից եւ ձեզ հետ կխոսեն եւ կունենաք հարցեր անպայման իրանց հետ կարող եք շփվել։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Պարզիր ձեռքդ վերցնես Տիրոջ օրհնությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու խաղաղությունը լինի ձեզ հետ։ Գնացեք խաղաղությամբ։